Ողջույն ժողովուրդ ջան, ողջույն սիրելի հայրենակիցներ, թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս ապրող սիրելի ընկերներ, բարեկամներ։ Եվ զարմանում եք, որ ցերեկը եթեր եմ անում, որովհետև այս ժամերին ես առհասարակ եթեր չէի անում, դե ինչ խոսք պետքա որոշակիորեն ակտիվանալ, բայց այսօրվա պարագայում կոնկրետ եթերը հրատապությունը կապված է նրանով, որ երեկոյան գուցե չստացվի եթեր անել, այդ իսկ պատճառով որոշեցի ցերեկը միևնույնն է բոլորը կարող են դիտեն այն ժամին, երբ որ ժամին, որ իրենց հարմար է։ Ուստի ես խնդրում եմ, որպեսզի եթերը մաքսիմում տարածեք, որովհետև թյուր կարծիքները պետք է արմատախիլ արվեն։ Ուրեմն, նախ ես ուզում եմ երեք թեմա համառոտ աշխատանքի պիտի գնամ, հեսա։ Երեք թեմա համառոտ, մեկը վերաբերվում է ԼԳԲՏ համայնքի օրենքի մասին թեմաներին, երկրորդը վերաբերվելու է մարդկանց, ովքեր փորձում են արդարացնել ուղղափառությունը, եւ երրորդը բնականաբար Սամվել Կարապետյանի հայտարարությանը կապված պետական լեզվի օրենքի հետ։ Երեքն էլ օտար բաներ, երեքն էլ ուղղորդվող դրսից եւ մեր ուղեղը փորձում են լվանալ։ Ուրեմն, վերջին շրջանում ժողովուրդ ջան, տարածվում էր նյութեր հերթական անգամ, բնականաբար Թուրքիայից, որը որ սիրում են մեր լրագրողները վերցնել ու տարածել հայկական իրականության մեջ, առհասարակ ես լրագրողներին հուշեմ եւ ձեզ էլ տեղեկացնեմ, ժողովուրդ ջան, թե որքան ապուշ են նրանք։ Ապուշ են հետեւյալով, որ թուրքերը կամ ադրբեջանցիները դա մի մարմին չեն, այնտեղ էլ կան բազմաթիվ շերտեր, այնտեղ էլ կան տարբեր ազդեցության ներկայացուցիչներ եւ բնականաբար, եթե ինչ-որ բան հրապարակում են, նրանց հույսը հենց այնա, որ անպայման դա կօգտագործվի հայկական իրականության ներսում եւ հետ նրա մասին չեն հրապարակում, որ թուրքերը կարդան ու իմանան, հա, կամ ադրբեջանցիները կարդան ու իմանան։ Ոչ, դա հրապարակվում է, որպեսզի այստեղ իրենց գործընկերները վերցնեն ու տարածեն։ Այսինքն դրանով փորձում են ազդել մեզ բոլորից վրա։ Իրենք իրենց 5-րդ շարասյան ձեռքով։ Այո, եւ եթե կան լրագրողներ, ովքեր խույս զարմացած են, որ ոնց թե ասում եք հիբրիդային պատերազմ, այո, դուք հիբրիդային պատերազմի գործիքներից մեկն են։ Սյուրպրիզ։ Իհարկե այդ գործիքները տարբեր են, բայց դրանցից մեկը հենց անձամբ դուք եք։ Հիմա թուրքական մի հատ sense կիսա անհայտ էջ, որին չգիտես ոնց հետևում են մեր լրատվական կայքերը, չգիտես ինչու, լուրջ բաներին չեն հետևում, դրան են հետևում, հրապարակել էին, թե իբր Հայաստանի Հանրապետությունում ԼԳԲՏ շքերթը թույլատրել Փաշինյանը, բան, չգիտեմ, ցած բաներ են խոսում։ Չգիտեմ ինչ են խոսել, բայց ակնհայտորեն դա ներկայացրել են, որպեսզի ազդեն հայկական իրականության վրա լրագրողների միջոցով։ Տեսեք, առհասարակ ի սկզբանե, հա, մի քիչ խորքից գանք, երբ խոսում ես արևմուտք թե Ռուսաստան, շատեր են նեյտրալ մարդիկ, արդ ասում են, ախպեր, այդ արևմուտքում էլ այնքան կեղտոտ բաներ կա, ախր չես պատկերացնում, այնտեղ ԼԳԲՏ բան, ասում ես, գիտես, որ Ռուսաստանում դրա հազարապատիկն է, չես գտնի մի հատ ճանաչված լուրջ աստղ, ով չլինի այդ համայնքի ներկայացուցիչ, եւ երկրորդ ավելի կեղտոտ բաներ դպրոցական տարիքից, էլի, եկեք թողնենք, չէ, բա չէ։ Հիմա ամեն դեպքում այս բոշկեն փորձում են գլորել այսօրվա իշխանությունների վրա, իսկ ես բազմիցս դրա մասին ասել եմ։ Նախ, ես անձամբ ես որևիցե մեկին իր օրիենտացիոն կողմնորոշման մեջ ինչ-որ բան չունեմ, սկսենք այդտեղից։ Իհարկե ես դեմ եմ դրա քարոզին, որովհետև գտնում եմ, որ դրա քարոզը ազգային ամեն ազգայինի կործանման սկիզբ է, չխոսեմ ժողովրդից, մարդուց, անգամ հոգևոր կյանքով նույնպես դա կործանման է տանում։ Ես դրան դեմ եմ առհասարակ քարոզին, բայց եթե կան մարդիկ այդպիսին, ես նրանց վերաբերում եմ որպես հիվանդ մարդիկ եւ ինչ որ հատուկ իրավունքներ նրանց համար չեմ բանանում, չեմ գտնում թե հա, ապա քրեականացված է, գեյ լինելու համար չենք բռնի տպենք, բայց դա չի նշանակում, որ նա ունի առավելություններ առողջ մարդկանց համար։ Այսպես են վերաբերվում, հիմա ուզենք թե չուզենք։ Եվ հնարավոր է կան մարդիկ ում հետ շփվում ես, դու էլ չիմանալով, որ իրենք կարող է այդ համայնքի ներկայացուցիչ են։ Սա դնենք մի կողմ, երևի միտքս հասկանալի է ձեզ բոլորին։ Բայց ինչու է աղմկում գետը։ Այն լրատվական կայքերը, ովքեր ֆինանսավորվում են Սերժի թիմի կողմից, Քոչարյանի թիմի կողմից, հարում են ռուսական ամենատարբեր բաներին, վերցրել ու տարածել են, թե տեսեք, հեսա բան, այ սրանք որ եկել են, այ սա են պրոպագանդում եւ այլն։ Հիմա ես ձեզ համար ուզում եմ ընթերցեմ, թե իրականում ովքեր են պրոպագանդում, ես դրա մասին բազմիցս ասել եմ, որ բոլորիդ հիշեցրել եմ դեռևս Քոչարյանի ու Սերժի ժամանակներից բանը
այսօրվա քաղաքապետանի դիմացի այգում կանող տրանսգենդերներից, որոնց մեկը չէիք կարա մատով կպնեիք, լուրջ եմ ասում, դա մի վատ բան կստացվեր, այդ պրոպագանդան դա էր։ Բայց դա ինչից էր գալիս, ինչի հետևանք էր։ Ես չխոսեմ կառավարության ներսում ինչքան կային այդպիսիները, հա։ Ուրեմն ես ես համար ընթերցում եմ Հայաստանի Հանրապետության քաղված Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի արձանագրությունից 5449 կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիային հավանություն տալու մասին Հավանություն տալ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիային համաձայն հավելվածի 28 դեկտեմբեր 2017 թվական 2017 թվական Ուրեմն օրենքը այսպեսին է գնում։ Նույնասեռական այդ կոնվենցիաներով, տարբեր կոնվենցիաներով մարդիկ պետությունները միանում են տարբեր կոնվենցիաներով, տարբեր խմբերի, հա, եւ մենք միանալով այս կոնվենցիան ստորագրել ենք։ Սա նաեւ, եթե չեմ սխալվում, հայտնի է որպես բան, ոնց էր։ Լավ, հիշեմ կասեմ։ Ուրեմն, նույնասեռական գործունեության օրինականություն 2003 թվականին ապրիլի 18-ից հաշվի առնելով մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի պահանջները նույնասեռականությունը Հայաստանում ապա քրեականացնել 2003 թվական Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատված Այն մարդիկ ովքեր որ խոսում են ազգայինի դիրքերից ու անուն են դնում ԼԳՏԲ-ին դաշնակցականներ եւ մյուսներ այն դուք են ձեր քաղաքական առաջնորդը Հայաստանի Հանրապետությունը ստորագրելով եւ վավերացնելով մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր դա լինում է փաթեթով մի հատ օրենք չի լինում փաթեթ է լինում ամբողջ ուսումնասիրությունից մեջը կա այդ մի հատն է Այդ մարդիկ ընդունել են լավ է թե ոչ ես դա չեմ քննարկում կամ այդ կոնվենցիային պետք է միանալ թե ոչ ես դա չեմ քննարկում կարծում եմ որ պետք է միանալ բայց մեջը սա էլ կար եւ դրա մասին չգիտես ինչի ոչ ոք չէր խոսում ընդունված չէր խոսել Հիմա վերել են ոչքեն ուրիշ տեղ են գլորում խնդիրը այդ է հասկանում եք Հիմա ընթերցեմ էլի ամբողջը ձեզ համար մի րոպե Հայաստանի Հանրապետությունը ստորագրելով եւ վավերացնելով մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր պարտավորվել է ստանձնել ձեռնարկելու կոնկրետ քայլեր բարելավելու ԼԳԲՏ անձանց իրավունքների իրադրությունը Հայաստանում ինչպես նաեւ պայքարելու ԼԳԲՏ անձանց հանդեպ սեռական կողմնորոշման եւ կամ գենդերային ինքնության հիմքով ցանկացած տեսակի խտրականության, ատելության խոսքի, ատելության հիմքով հանցագործությունների դեմ Այսինքն չեք կարող անգամ վատը խոսել նրանց մասին։ Հատկանշական է իրավապահ դատական մարմինների դերը ԼԳԲՏ անձանց նկատմամբ պատերության հիմքով հանցագործությունների բացահայտման եւ արդարացի պատասխանատվության ու պատժի ենթարկման գործում։ Սակայն հիմք ընդունելով, ինչպես մի շարք միջազգային կառույցների եւ կազմակերպությունների, ինչպիսիք են ԵԱՀԿ, ԺՀՄԻԳ, ՌԱԵ, Իլգա Եվրոպա, Amnesty International եւ այլն, այնպես էլ ներպետական կառույցների զեկույցները, հետազոտությունները, հաշվետվությունները, պետական քաղաքականությունը, խտրականության բացառման եւ իրավահավասարության ապահովման ոլորտում արդյունավետ չէ, ոչ օրենսդրական, ոչ գործնական առումով։ Համաձայնության տարիքը 16 է, անկախ սեռից եւ սեռական կողմնորոշումից։ Այդ է փաստում նաեւ 18 թվականի օգոստոսին Շուրնուղ գյուղում իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման եւ կամ գենդերային ինքնուրույնության հիմքով պայմանավորված բռնության գործադրումը 9 երիտասարդների հետևում ԼԳԲՏ-ը ցած բանը։ Նույնպես ամուսնության ճանաչում 2017 թվականի հուլիսի 3-ին արդեն Արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ արտերկրում իրականացված բոլոր ամուսնությունները վավեր են Հայաստանում, այդ թվում նույն սեռի անձանց մինչև ամուսնությունները։ Այսպիսով Հայաստանը դարձավ Էստոնիայից հետո նախկին սովետական միության երկրորդ երկիրը, որը ճանաչում է արտասահմանում կնքված նույնասեռ ամուսնությունները։ Այսինքն երկու հոգի, թեկուզ ազգությամբ կարող են գնալ արտասահման, ամուսնանալ իրար հետ, երկու գեյ։
ամուսնանալ, գալ իրար հետ այստեղ ապրել ու որևիցե մեկը չեք կարող նրանց ոչ միայն արգելել դա, այլ անգամ վիրավորել կամ անուն կպցնել։ Դուք ինքներդ եք բանանելու, օրենքով պատժվելու։ Եվ սա վաղուց եղել է։ Հայաստանի Հանրապետությունում, կներեք, այնուամենայնիվ 2017 թվականից Հայաստանում ճանաչվում են նույնասեռ ամուսնությունները, որոնք կնքվում են, ես կարդացի, չէ՞։ Եվ լավ, մի հատ էլ ես մյուսը, այս ձևակերպման։ Այնուամենայնիվ 17 թվականից Հայաստանում ճանաչվում են նույնասեռ ամուսնությունները, որոնք կնքվել են երկրի սահմաններից դուրս։ Բացի այդ, 2011 թվականին Հայաստանը ստորագրել է համատեղ ամուսնություն, բռնարարքներ եւ հարակից մարդու իրավունքների խախտումների հիման վրա սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության միավորված ազգերի օրենսդրությունը դատապարտելով բռնությունը եւ խտրականությունը ԼԳԲՏ անձանց նկատմամբ։ Սա էլ ցուցակը ամփոփիչ աղյուսակն է սա, կներեք, սա էլ ամփոփիչ աղյուսակը, ուրեմն ինչ է ասվում նույնասեռական հարաբերությունների ապաքրեականացում կողքը կանաչ պսիչկայա 2003 թվականից, սեռական համաձայնության հավասար տարիք 2003 թվականից, նույնասեռական զույգերի ճանաչում 2017 թվականից եւ գեյերը եւ լեսբոյները ազատորեն ծառայում են զինված ուժերում, թույլատրված, խնդրեմ, կանաչ պսիչկա։ Ինչ կասեք։ Իմիջիալոց, ես հիշեցնեմ հեղափոխությունից հետո, երբ որ մարդիկ դեռ տեղյակ չեն խորքային, որ այսպիսի բաներ են եղել վաղուց, թույլատրված, մի անգամից հիշում եք Նաիրա Զորաբյանը, ԲՀԿ-ն առհասարակ կազմակերպեց լսումներ, բերեցին այնտեղ տրանսգենդերի մի հատ, հեսա խոսեց, հետո ժողովրդով հարձակվեցին, հետո իրենք տարածեցին, որ դա տրանսգենդեր էր, ժողովուրդը ոնց թե փաստորեն այս հեղափոխությունը նրա համար էր, որ տրանսգենդերները ազատ խոսեն, չնայած տրանսգենդերները վաղուց ազատ խոսելու իրավունք ունեն, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց կներեք, նա ունի Հայաստանի Հանրապետության անձնագիր, նրան տվել են անձնագիր։ Ու մի հատ էլ դա փորձեցին են adekvat ուժերը քննարկել, քննադատման ենթակա դարձնել։ Ահա այսպիսի փուչիկներ, փոքրիկ դինամիկներ էին պատրաստել, որպեսզի հերթով պայթացնեին մեր բոլորիս հեղափոխության տակ։ Եվ հիմա էլ ահագին բաներ ունեն պատրաստած, հանգիստ եղեք, դրանք ժամանակ առ ժամանակ պայթում են, մենք էլ փորձում ենք այդ պայթյունները հնարավորինս մեղմել եւ անցնցում շարժվել առաջ։ Դա է ժողովուրդ ջան։ Այնպես որ եթե ցանկացած մեկը փորձում է իբր պայքարել սրանց դեմ, նա չի կարող պարզապես հարի Քոչարյանա սերժական կամ որևիցե մի ռուսամետ ուժի ոստայության, չէ, կանգնա ասի ոնց ախպեր բան, իրան ժամանակը սա եղել։ Եվ ամենավատն է նա, որ հանրային քննարկման սա չի դրվել։ Սա գյոզերով են արել, թաքուն են արել, ոնց որ թաքուն արել են շատ բաներ, հեսա կանդրադառնանք։ Ինչ որ հարցեր կան այս իմաստով։ Դա է մեր օրենքը, արդեն, կոնվենցիայով, դա ընդունված է։ Հիմա անցնենք առաջ, ժողովուրդ ջան։ Երեք մենք խոսում ենք եկեղեցուց, որը որ ուղղափառ է դարձվել, ուղղափառ չէ, բան հայ առաքելական ուղղափառ եկեղեցու է վերածվել եւ ամենազարհուրելին այն է, որ հիմի կան շատ շատերը, ովքեր սատարում են վիահապարին եւ նրանք գրառումներով են փորձում հանդես գալ պաշտպանելու այդ թեզը։ Դրանցից մեկը Ռուբեն Մելիքյանը տիպն է, Ռուբեն Մելիքյանը նմանը, ես սա անընդհատ եմ շեշտելու նրա անունը տալուց, որովհետեւ նա ինքն է սկսել նման արտահայտություն իմ անձի հանդեպ։ Հիմա շարունակենք, տեսեք ինչ է ստացվում։ Գրառում է արել։ Կապայական մի մեծավոր ուսապարկ վիրավորանքի, զրպարտության ու լուտանքի հերթական չափաբաժինն է թափել վեհապար Հայրապետի վրա, նրան մեղադրելով հայ առաքելական սուրբ եկեղեցին իբր անվանափոխելու մտադրության մեջ։ Իբր թեմերից մեկի անվանման մեջ վեհապարն ավելացրել է ուղղափառ բառը եւ նշված կապայականը դա ներկայացնում է որպես մեր մայր եկեղեցին օտար եկեղեցուն ձուլելու նշան։ Այս չարառատ գիտությունը որոշակի տարածում ունի, ուստի հարկ համարեցի որոշ թեզեր շարադրել։ Առաջին, այո, մեր մայր եկեղեցին ուղղափառ է, ասել է թե ճիշտ դավանանք ունեցող, հակառակ պնդումը հերձված է։
Ռուբեն Մելիքյան, մեր եկեղեցին ուղղափառ է եւ հակառակ պնդումը հերձված է, լավ, մենք կանդրադառնանք եւ ուղղափառ բառը ճիշտ դավանանք ունեցող է նշանակում։ Դրա համար մենք նաեւ ուղղափառ ենք։ Ոչ միայն անվանումը չի գործունեությունն էլ է։ Հիմա շարունակենք։ Երկրորդ, մենք առօրյա խոսքում հաճախ ուղղափառ ենք անվանում արևելյան քաղաքեդոնական եկեղեցիներին, ռուս ուղղափառ, վրաց ուղղափառ, սերբ ուղղափառ եւ այլն, բայց դա ամենևին չի նշանակում, որ դրանով մենք ժխտում ենք մեր ուղղափառությունը։ Անգլերենում արևելյան քաղաքեդոնական եկեղեցիներին գիտականորեն անվանում են Eastern Orthodox, իսկ մեզ մոտ ու մյուս ոչ քաղաքեդոնականներին Oriental Orthodox, ընդ որում Orthodox նշանակում է ուղղափառ։ Մեզ դավանակից ոչ քաղաքեդոնական եկեղեցիներից գրեթե բոլորի պաշտոնական անվանման մեջ հենց ուղղափառ բառն է, օրինակ Ղպտի ուղղափառ եկեղեցին դրանով նրանք չեն զուլվում ոչ մեկին։ Հինգերորդ, առաքելական անվանումը բնորոշ է միայն ու միայն հայոց եկեղեցում, թեև մենք լիարժեք ընդունում ենք թե լատին կաթոլիկ եկեղեցու, թե քաղաքեդոնական ուղղափառ եկեղեցիների եւ թե որոշ քաղաքեդոնական մյուս եկեղեցիների առաքելական, այսինքն առաքելահիմն լինելը։ Մեր մայր եկեղեցին վերջին 200-ամյակներում ընդունել է առաքելական անվանումն այն պատճառով չի ընդունել։ Ընդունել է առաքելական, բայց ուղղափառը չի ընդունել, մերժել է։ Որոշ օտարներին կասկածի տակ են դրել մեր մայր եկեղեցու առաքելահիմն լինելը մուտիլովք են գնաց։ Պնդելով, թե իբր այն հիմնադրվել է ոչ թե Թադևոս եւ Արդուղեմիոս առաքյալների կողմից առաջին դարում, այլ Գրիգոր Լուսավորչի կողմից 4-րդ դարում։ 7-րդ նշված օտարացին կեղծու հակահայ թեզան, որ շնչառություն ստացավ հունվարի սկզբին նշված ուսապարկերի ղեկավարի հիմնած Հերձվածի հռչակագրում, դա բնականաբար պիտի սենց շարադրություններ չլինեն։ Ու վերջում ախր դու կիլոմետրերով հեռու ես այն աստվածաբանական վեճերից, որոնց արդյունք է հայոց եկեղեցու ներկայիս վարդապետությունը, աշխարհը շուռ գամեր, սուպերնի մի խոսքով լապատե։ Ուրեմն Ռուբեն Մելիքյանին եւ նման գրառումներ անողներին, այսպես լայքողներին ու չգիտեմ ինչեր անողներին ասեմ, հայ առաքելական սուրբ եկեղեցին, եթե անվանումը փոխում ես, օրինակ, ենթադրենք դու ճիշտ ես, ենթադրենք, այո, ուղղափառ ընդամենը նշանակում է, բան ճիշտ դավանանք ունեցող, դրա մեջ վատ բան չկա, այնպես որ մենք ճիշտ դավանանք ունենք, կներեք, այդպես կարող է լինել նաև իսլամական ուղղափառ մեջիդ, որովհետև նրանք էլ կարծում են, որ իրենք էլ ճիշտ դավանանք ունեն։ Այստեղ հարցը բառի բացատրությունը չի։ Այստեղ հարցը անվանումն է։ Եվ ըստ էության, այո, քրիստոնեությունը առաքյալների միջոցով է տարածվել։ Ըստ էության, ուրեմն, բանը, օրինակ կաթոլիկ եկեղեցին նույնպես առաքելական է։ Ինչի անունը չեն փոխում։ Հայաստանում կան բազմաթիվ այլ եկեղեցիներ, թե ուղղափառ, թե կաթոլիկ։ Ինչի այնտեղ գրած չի նաև անվանման մեջ առաքելական ուղղափառ, ինչու գրված չի։ Մենք խնդրում եմ սա բացատրես։ Կամ արի մի քիչ էլ առաջ գնանք, ասենք, ինչի է թաքուն արվել սա։ Ինչի հրապարակային չի արվել։ Երբ որ Ռուսաստանում Ռուսաստանի թեմի անվանումը փոխվում է, ինչի է թաքուն փոխվել, եթե դա նորմալ է։ Առավել ևս որ նման բաները պիտի քննարկվեն, չէ՞ իրենց ժողովներում քննարկում եղել, թե չի եղել։ Բայց պարզվում է չի եղել։ Իսկ եթե պարզվում է որ ժամանակի հետ լավ դարձրեցինք գյոզերով ուղղափառ առաքելական, հետո գյոզերով կարող առաքելականն էլ հանենք ըստ բացատրության մեկը բոլոր եկեղեցիներն էլ առաքելական են, ու մենք շատ սիրուն դառնանք ուղղափառ։ Ինչ է եղել որ։ Չէ՞, սա է, չէ՞ ձեր արդարացումը մտքի։ Ու դու ինչ որ անվանումներ ես կապցնում որևիցե մեկին, դու եւ քեզ նմանները մեր եկեղեցին գրանցված է հետեւյալ անունով Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի։ Վերջ, ցանկացած սիրուն բառ այնտեղ ավելորդ։ Գիտես ինչ, նույն Աստվածաշնչում մի հետաքրքիր բան կա։ Ասում է նա ով այս գրքին կավելացնի մի բառ, ես կարող եմ բառացի հիմա մեջ չբերեմ, միտքն եմ ասում, մի բառ, նրա ձախողումները, տանջանքները մի խոսքով, չգիտեմ ինչերը կավելանան հազարապատկով, հա, կհազարապատկվեն։ Ով կպակասեցնի մի բառ, նրա հաջողությունները մյուսը կպակասեն 1000 անգամ։ Այսինքն գրված է գիրքը ու ասած է որ այստեղից մի բառ չավելացնեք, մի բառ չպակասացնեք։ Սա է գրված։ Ըստ էության, չէ՞։ Հիմա այստեղ է մեր եկեղեցու անունը հայ առաքելական եկեղեցի է։ Վերջ։ Թե կողքը, դե եկեք մի հատ կաթոլիկ ավել, ասենք որովհետև կաթոլիկ նշանակում է, չգիտեմ, մեծս փիլիսոփայի։ Դուք ով եք բան եք փոփոխում, ընդ որում եղել է դրա մասին շրջաբերական։
տասնամյակներ առաջ, երբ Միացյալ Նահանգներում նույնպես ցանկացել են այս տրյուկը անեն, շրջաբերականով արգելվել է ու բացատրությունը դրվել է, թե ինչու է արգելվում նման բան, եւ որևիցե մեկը իրավունք չունի։ Որևիցե մեկը իրավունք չունի, վերջ։ Չգիտեք քանի որպեսզի ինչևից է։ Սերներդ քշեք, էլ ինչը պիտի դարձնենք ուրիշ ձև։ Եվ դուք խոսում եք ուրացումներից, իրական ուրացողներն եք, ամեն ինչն եք ուրանում, ամեն եւ ուրացել եւ շարունակում ուրանալ։ Ընդ որում գանք հենց այս process-ով գանք դեպի Սամվել Կարապետյանի հայտարարություն, որ Հայաստանում պետական լեզու պիտի ավելանա ռուսերենն ու անգլերենը։ Ինչու։ Իմիջիայլոց այս անգլերենը նորարարության ժանրից է, Ժողովուրդ ջան, ասեմ, որովհետև բանա տարիներ առաջվանից բանա ուզում էին դարձնեն ռուսերեն լեզուն երկրորդ պետական լեզու Հայաստանում։ Հայերի պետության մեջ մի հատ լեզու, դեռ լինի ռուսերենը, դարձնել պետական լեզու։ Եվ այստեղ անընդհատ սեղմում էր Լավրովը։ Անընդհատ, ես հիշում եմ, դեռ Սերժի ժամանակներով դրանք էլ ոչխարում էին գվային, որ բվային։ Անգամ քննարկումներ են տեղի ունեցել, ես դա էլ եմ հիշում։ Քննարկումներ են տեղի ունեցել, որ հայ ինչ կլինի, որ դարձնենք։ Հետո իհարկե հայերենը քիչ-քիչ կար, ոնց որ սովետի ժամանակ։ Ոնց որ սովետի ժամանակ, երբ հայերենը սկսում էր արդեն տրոհվել, կորել, առաքից դուրս գալ։ Սենց մի հատ էլիտա էր ձևավորվել, մի ռուսկախոսնի է։ Ու սենց արդեն ով հայերեն էր խոսում հետամնացեր։ Սենց մի հատ իրավիճակ էր ստեղծվել։ Դա պրոպագանդան է հենց։ Հիմա որպեսի պալիք չլինեն, чтоб никто не догадался, Սամվել Կարապետյանն ենք առաջարկում են ոչ միայն ռուսերեն, այլ նաև անգլերենն էլ։ Արա ի՞նչ է նշանակում։ Ինչի համար դու ունես հայերեն լեզու։ Օրինակ Բելգիայում, եթե չեմ սխալվում, երկու պետական լեզու կա։ Մեկը հոլանդերենն է, մեկը ֆրանսերենն է։ Նրա համար որովհետև բելգերեն չկա։ Հիմա մենք հայ ենք, հայերի երկիրն է հայերեն լեզվով։ Ինչի համար է կողում բանանում երկրորդ պետականը փորձում տես բաներ անել։ Ու նրանք ովքեր հավանություն են տալիս այս պրոյեկտին, որևիցե կապ չունեն ոչ հայերի, ոչ հայկական պետության, ոչ անկախության, ոչ լեզվի, ոչ մի բանի հետ։ Որևիցե կապ չէ։ Մենք դեռ մեր լեզուն ենք փորձում վերականգնել ձեր արատավորածից։ Ասպատակել եք հայկական մշակույթի վրայով։ Ասպատակել եք լեզվամտածողության վրայով, ասպատակել եք եկեղեցու վրայով, ասպատակել եք ամեն ինչի վրայով, փորձում ենք դա վերականգնել, եկեք հիմա էլ բան անենք, լուրջ։ Սա մենք դատապարտում ենք, նմանատիպ մոտեցումները դատապարտում ենք և ցանկացած մեկը, ով փորձում է այսպես բան անել, քվազի մոդոյացնել իրավիճակները, ինչ-որ աղճատել, ինչ-որ անվանումներ կա, պարտավորություն ունի հանրության հետ նստել խոսելու, պարտավորություն չի կարող առանձին իր համար խոսել։ Դա հակապետական, հակահայաստանյան և հակաեկեղեցական գործընթացներ են, պրոցեսներ են։ Այլ կերպ չկա, գիտեք ամեն ինչը ոչ մի քայլը միանգամից չի արվում, շատ դանդաղ, այ դա է պատճառը, ես քանի անգամ եմ դրա մասին ասել, որ այդ ռուսերեն լեզվով, օտար լեզու է, կներեք, ես խնդիր չունեմ լեզուների հետ, ասեմ ավելին, եթե տեղյակ չեք, իմ կինը ռուսերենի և անգլերենի մասնագետ է, հասկանում եք, ու շատ լավ է, երբ որ մարդը շատ լեզուներ գիտի, բայց պետական մակարդակով չի կարա դա տեղի ունենա, դա սեփական լեզուն երկրորդել է նշանակում, նշանակում է բերել համեմատել սեփական մշակույթի հետ, սեփական պատկերացման հետ, քո պատմության հետ։ Ես չգիտեմ, սա այլանդակություն ու այլասերվածության քարոզ է, սա ավելի վատ քարոզ է, քան LGBT քարոզ է, անգամ եթե այդպեսին լինի։ Սա ազգային կործանման քարոզն է։ Եվ մենք խստագույնս դատապարտում ենք բոլորին, ովքեր մտքի ծայրով փորձում են նման բան արտաբերել։ Դատապարտում ենք և այո շատ վատ ենք վերաբերվում։ Եվ խոսքի ազատություն, կարծիքների ազատություն չի նշանակում հակապետական ու հակահայկական կոչերով հանդես գալ։ Զզվելի եք դառնում բոլորդ արդեն։ Փորձում ենք մարդկային վերաբերմունք ցուցաբերել։ Փորձում են մտնել քննարկման դաշտ, քննարկման միջոցով ձեզ ապացուցել, որ դա սխալ բան է։ Ձեր առհասարակ բոլոր առաջարկները, կամ գրեթե բոլոր առաջարկները, բայց դուք արդեն չափերն անցնում եք։
Ցույց տվեք իր մի պետություն, ով ունի սեփական լեզուն, ապրում է սեփական երկրում եւ ունի երկրորդ պետական լեզու։ Անկախ պետության մասին է խոսքը։ Չեչնիաներում կգնաք ձեր համար երկրորդ պետական լեզուներ կամրացնեք, ուզում եք 3-րդ, ուզում եք 5-րդ ու 10-րդ։ Ինգուշետիաներում, չգիտեմ որտեղ։ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է, հայերի պետությունն է ու պետական լեզուն հայերենն է։ Երկրորդ եւ երրորդ լեզուներ անցնում են դպրոցում, այո, քաղաքացիներին զարգացնելու համար, այլ լեզուներին տիրապետելու համար։ Մնացածները ցանկության։ Ես անգամ դեմ եմ, որպեսզի ռուսերեն լեզուն դիտարկվի որպես երկրորդ լեզու պարտադիր ուսուցման։ Ոչ, դա այդպես է, ես պայքարում եմ դրա դեմ։ Որ բոլոր բացի հայերենից մնացած բոլոր լեզուները ունեն հավասար կարևորություն հայ ժողովրդի համար։ Հավասար կարևորություն։ Ուստի ոչ թե հայերենից հետո պիտի ասեն ռուսաց լեզու, այլ հայերենից հետո արդեն պիտի ասեն միջազգային լեզու անգլերենը, միջազգային լեզու անգլերենը, նույն ռուսները անցնում են անգլերենը միջազգային լեզու որպես երկրորդ լեզու, պրոստը իրենք դաուն են շատ լավ չեն տիրապետում։ Եվ եթե երրորդ լեզվի ընտրության հարց կա, մարդիկ թող գնան ընտրեն։ Կլինեն հատուկ թեքումներով դպրոցում, դա ռազի բոգը։ Այսքան բան։ Ուծացումներ, ուծացման փորձեր, այս ամեն ինչը դատապարտում ենք, այո, եւ շատ կոպիտ ենք անդրադառնալու, եթե այսուհետ նման թեզեր հնչեն, չափազանց կոպիտ, մի կողմ ենք դնելու քաղաքացիական կամ քաղաքական պարկեշտությունը։ Ու չափազանց կոպիտ ենք արտահայտելու նմանների, նրանց որակելու որպես դավաճան բոլոր հիմքերով, բարոյական առումով։ Զզվացրեցիք արդեն։ Այսպես ժողովուրդ ջան, թույլ տվեք այսքանով թերևս սահմանափակել եթերը, ավելի մանրամասն ազատ շփում հաղորդման շրջանակներում նույնպես կանդրադառնամ, պարզապես երեկոյան հնարավոր էր, որ եթեր չկարողանայի անել, դրա համար հիմա արեցի այս եթերը, եթե երեկոյան ստացվի եւս մեկ եթեր կանենք, եթե ոչ, ապա կհանդիպենք արդեն վաղը։ Լավ եղեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, չկասկածեք, լավ որ բոլորիդ։